Հարգելի հայրենակիցներ, այսօր Հովանավանքում Նիկոլան Հողստյոպիկ տանդեմի կողմից կազմակերպված շաբաթ պարտին ապացուցեց երկու կարևոր փաստ։ Այն է առաջինը, որ Նիկոլան Հողը ունի ժողովրդի լայն շերտերի ուրեմն հովանավորությունը։ Դրա վառ ապացույցը այն էր, որ Նիկոլ Անհողի կողմից գովազդված էստի համեցեքի ձևաչափով կազմակերպված, ինչպես նաև ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործմամբ այսօր տեղի ունեցած այսպես կոչված պատարագին մասնակցում էր շատ քիչ մարդ։ Հայտնի լուսանկարը ԱՏՍ-ից արված, որտեղ պարզ երևում է, որ Հովանավանքի փակում գրեթե մարդ չկա, նիկոլականները փորձում են ներկայացնել, թե դա արվել է մինչև Նիկոլի գալը եւ մինչև այսպես կոչված պատարագը։ Իրականում դա սուտ է, որովհետեւ հենց այսպես կոչված պատարագի ժամանակ լրատվամիջոցներից մեկը տեսանյութ էր հրապարակել, որտեղից շատ պարզ երևում է, որ իրականում հենց վանքում այսպես կոչված պատարագն է եւ նույն պատկերն է։ Բակը գրեթե դատարկ է, կիսադատարկ վիճակում, ուրեմն կիսադատարկ վիճակում է գտնվում։ Ամեն դեպքում, հարգելի հայրենակիցներ, սա Նիկոլի համար ապտակ էր։ Նույն այսպես կոչված պատարագի ժամանակ նրա մռայլ տեսքը եւ դժգոհ հայացքը ապացուցում էին, որ ինքը շատ լավ տեղյակ է, որ իր ցանկալի մասով կան գոնե 5-ից 10,000 մարդ ինքը չի էլ հավաքել այդտեղ։ Դե 5-ը երևի մինիմալն էր, 10-ն էլ մաքսիմալն էր։ Սա ցույց է տալիս, որ Նիկոլի հակաեկեղեցական քաղաքականությունը ունի աջակցություն հանրության լայն շերտերի կողմից։ Երկրորդը, որը ինձ համար ամենաողբերգալից ապացույցն է, այն է, որ մեր հասարակության մի զգալի մասը տարական անգրագետ է, որից է օգտվում է Նիկոլը։ Ցավով պետք է արձանագրեմ, որ Հովանավանքում եւ Հովանավանքի մոտ տեսագրությունները ինձ համար շատ տխուր պատկեր արձանագրեցին, որ մեր հասարակության զգալի մասը ցավով պետք է արձանագրենք, որ շատ անգրագետ է։ Հենց այս անգրագետ, հենց այս տգետ, պատմություն չիմացող, կրոնից ոչինչ չհասկացող, կարևորը ստամոքսները կուշտ լինի եւ իրենք էլ պաշտոններին մնան, այս մասսան տանում է երկիրը կործանման։ Իսկ Նիկոլի մեդիա դեմքերը, որոնք այդտեղ եկել էին աջակցելու Նիկոլին, նորմալ ղեկավար լինելու պարագայում, պետք է այդ ղեկավարը գետինը մտներ, որ իրեն աջակցում են մարդիկ, ովքեր կարող են տեսախցիկների առաջ զառանցել, որ ուշադիր հայ գերիներին Ադրբեջանում ավելի լավ են նայում, քան Հայաստանում, կամ անեծքներ ուրեմն արտաբերող ինչ որ մատուցող համասեռամոլ, կամ ինչ որ տգետ բախտագուշակ, կամ ինչ որ նման մի զանգված։ Սա էին Նիկոլի աջակիցները Հովանավանքում։ Իսկ որոշ գյուղացիների վարքագիծը, որոնք ուղղակիորեն հանցանք էին գործում, չթողնելով հոգևորականներին մուտք գործել Սուրբ Էջմիածնին պատկանող տարածք, սա ուղղակի զավեշտ է։ Հարգելի հայրենակիցներ, Հովանավանքը պատկանում է Մայր Աթոր Սուրբ Էջմիածնին։ Հովանավանքը ձերը չէ, ոչ էլ մերն է։ Հովանավանքը Աստծո տունն է, եւ դուք չէ ձեր լպիրշ, անմակարդակ, տգետ վարքագծով պետք է ձեր զորբայությամբ ասեք, թե ով որտեղ ինչ պետք է անի։